Պատրաստում եմ սևը ոսկե գույնով այս շքեղ մոդելի ավելի ցածր տարբերակ։ Տվյալ գունային համադրությունը ես կարող եմ վստահ համարել ամենաստացվածներից մեկը։ Նախկինում ներկայացված մոդելի տեսահոլովակը հավաքել էր ավելի քան 500,000 դիտում տարբեր հարթակներում։ Հիմա տեսնենք, թե սա ինչքան կհավաքի։ Այստեղ արդեն կարում եւ տեղադրում եմ ներսում ամրեցվող կտորը։ Եվ վիդեոյի 19-րդ վայրկյանին ես ներկայացնում եմ արդեն 13 ժամի աշխատանք։ Այո, նման մոդելների ստեղծումը պահանջում է մեծ համբերություն։ Գործում եմ պայուսակի փակվող հատվածը, ապա ամրեցնում բոլոր փականները։ Սիրում եմ այն պահը, երբ հասկանում եմ, որ աշխատանքի մեծ մասն արդեն հետևում է։ Հոլովակի այս հատվածում գործում եմ գոտին, ապա մնացած դետալները եւ ամուր կծում պայուսակին։ Նշեմ նաեւ, որ հավելյալ 1-ից 1.5 ժամ ես տրամադրում եմ նաեւ ուսից կախելու երկար շղթայի գործմանը։ Այն արդեն գործում եմ 2 շերտով, ստացվում է բավականին ամուր եւ շատ գեղեցիկ։ Դե ինչ ներկայացնում եմ ձեզ վերջնական տեսքը։ Պայուսակը նկարել եմ վաղ առավոտյան, երբ դեռ արևի շողերն իմ լուսամուտին չէին հասել։ Բայց նույնիսկ մթության մեջ ապակյա քարերով պայուսակները շողշողում են այնպես, որ արևի պակաս չի էլ զգացվում։ Անհամբեր սպասում եմ ձեր մեկնաբանություններին։ Ինչ ես կարծում, գեղեցիկ ստացվեց թե ոչ։ Հիշեցնեմ, որ ձեր յուրաքանչյուր տեսակի ակտիվություն նպաստում է էջի առաջ խաղացմանը։